Հայաստանը հոգնել է հույսերից, գայթակղություններից, խաբեություններից, չիրականացած սպասումներից։ Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է բերել։ Այդ խաղաղության ճակերտներում, պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս, ինչպես վախից անկյունում կուչ եկած փոքրիկ երեխայի վրա։ Իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում եւ խնդրում իրեն ընդունել Բաքվում։ Տեսնում ենք նախկիններին, որոնք ասում են, թե իրենց օրոք ավելի լավ էր։ Բա եթե լավ էր, ինչու է հիմա այդքան վատ։ Ինչու էր ի վերջո ժողովուրդը 2018 թվականին դուրս եկել փողոց ու հետո պետք է չարաչար խաբվել։ Տեսնում ենք մեծահարուստների, որոնք խոստանում են հաղթել աղքատությանը եւ վերադարձնել հարգանքը, միայն այն հիմքով, որ իրենք միլիարդներ ունեն, իսկ մնացածը ոչ։ Բոլորն ունեն փող, որ առաջ գնան։ Մենք մարդիկ ենք, որոնք հիպոթեք են վճարում ու գիտեն, որ Հայաստանից բացի այլ երկիր չունեն, ու մենք միայն ճշմարտություն, մեկ ճշմարտությունն ունենք։ Մենք գիտենք ինչպես լուծել խնդիրը։ Այդ պատճառով ես խոստումներ չեմ տալու։ Ես կասեմ, թե ինչպես ենք անելու դա։ Մեր ծրագիրը մեծածավալ է։ Այստեղ Գոշավանքում ես կկենտրոնանամ երկու կարևոր կետի վրա, որոնք այս վայրում պատահական չեն՝ իրավունքի եւ իրար հետ կապված լինելու վրա։ Սկզբունք, որ պետք է դրվի որոշումների հիմքում, եւ ոչ թե կամ, եւ մարդու իրավունքներ, եւ զորեղ պետություն, եւ Երևան, եւ մարզեր, եւ ավանդույթ, եւ զարգացում։ Հայաստանը չափազանց երկար ժամանակ ստիպված է եղել ընտրել միայն մեկը։ Մենք վերացնելու ենք եւ վերցնելու ենք երկուսը միասին։